Հիմա ինչու է Ադրբեջանը նախ հասկանանք ինչ էր անում։ Մի կողմից համաձայնություն չէր տալիս բոլոր խնդրահարույց հարցերին եւ հերթական անգամ ինչ որ մի բանի, ինչ որ մի բանակցային հարթակ գնալու, հատկապես արևմտյան հարթակ գնալու համար զիջում էր կորզում հայկական կողմից արևմտյան ճնշման ներքո եւ այդ զիջումները լինում են կամ տարածքային հանձնումների, նույն Արցախի շրջափակման, Արցախի հանձնման, տեղ գյուղի մոտի, Հագարի կամրջի, փաստացի սահմանի դրմամբ եւ այլն նմանատիպ Գիրանցի տարածքում այսպես հերթով, շարքով կամ փաստաթղթից իր համար անցանկալի դրույթների դուրսբերման միջոցով, հա, այս քայլը ինքը իրականացնում էր։ Ինչու էր դա անում, որովհետև Ադրբեջանը, ինչպես ասի, հանձնառություն ունի Իրանի դեմ գործողություններ սկսելու։ Ռուս-ուկրաինական հակամարտության սկզբից ի վեր արդեն 22 թվականի վերջից, նոյեմբերի վերջ դեկտեմբերի ամսից, պարզ դարձավ, որ արևմուտք կոչված այդ քաղաքական միավորը չունի այն ռազմական եւ ֆինանսական եւ ռազմատեխնիկական հզորությունը, որի մասին այսպես առասպելներ էին հյուսվում, եւ երբ որ արդեն իսրայելական ճակատն էլ բացվեց Գազայի դեմ գործողությունների առումով, արդեն հասկանալի դարձավ, որ արևմուտք կոչված ուղակի չի հասցնում անգամ մատակարարել զենքերի այն քանակը, որը անհրաժեշտ է այդ պատերազմական գործողությունները լրիվ ծավալով տանելու համար։